Հայրենակիցներ, քննարկվում է դատական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որի վերաբերյալ այն ժամանակ, երբ որ փոփոխություն էր կատարում եւ իջեցվում էր շեմը, այս ամբիոնից ասել ենք, որ սա այս փոփոխությունը մեծամասնության ներկայացուցիչներ, հակասահմանադրական է, չի կարելի այս փոփոխությունը կատարել։ Ասվեց այս ամբիոնից, եթե գտնում եք, որ հակասահմանադրական է, գնացեք սահմանադրական դատարան, ապացուցեք ձեր արտարությունը, ձեր ճիշտ մոտեցումը, իհարկե մենք չենք գնացել, դատավորը, որին պաշտոնանք են արել, կարգապահական որպես պատասխանատվության միջոց ինքն է մտել դատական ամբողջ մի ընթացք է անցել, վերջում սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը ասաց, որ այո, հակասահմանադրական է։ Սա առաջին բանը, որ ուզում եի ասել, եւ կարծում եմ, երբ որ այստեղից հնչեցնում ենք մոտեցումները, մեկ-մեկ էլ ականջալուր է պետք լինել, այլ ոչ թե մենակ մեծամասնության կոճակներով սեղմելու մոտեցումով չառաջնորդվել։ Բայց հիմա տեսեք, ինչ է ստացվում։ Պարոն Վարդանյանի պատասխանից ինչ է կատարում, ինչ է տեղի ունենում։ Ասում է, չէ, տենց չի։ Մենք կարանք ընդունենք հակասահմանադրական օրենք, այդ օրենքը կիրառվի բազմաթիվ մարդկանց նկատմամբ, պատիժները, պատասխանատվությունը կիրառվի, բայց հենց սահմանադրական դատարանը ճանաչը հակասահմանադրական, միայն դրանից հետո կարա դա կիրառվի։ Այսինքն արդեն նոր կարգավորումները։ Սա աբսուրդ է։ Ոչ միայն սահմանադրության եւ սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթի խախտում է հիմա ձեր ասածը, որտեղ սա կոնկրետ այս դեպքը պատասխանատվության միջոցի կիրառման մասին է։ Եվ այո, ինքը հետադարձ ուժ ունի։ Եվ պատահական չէ, որ հարցադրումը, որ դրվել է, արդյոք քանի նման վարույթ կա, որ բողոք է բերվել այս նորմի կիրառման շրջանակներում, կառավարության ներկայացուցիչն ասեց, լրացուցիչ կպարզենք, կներկայացնենք, եւ հարցի էությունը դա էր, որ արդյոք կա տվյալներ, թե ոչ։ Ընդ որում այս ընթացքում, իդեպ ասեմ, սահմանադրական դատարանը անցումային շրջան էր նախատեսել, երբ որ պահից պիտի ուժի կորսած ճանաչվել, դրանց արդեն անցել է, եթե չեմ սխալվում, 2 ամիս։ Այսինքն այս 2 ամիսն էլ Բարձրագույն դատական խորհուրդը ինչ որոշումներ է կայացրել, անհասկանալի է։ Բայց այդտեղից որոշումներից մեկով հրապարակվեց, որ դեմ են եղել 4 հոգի։ Թե ինչ որոշում է, պարզ չի։ Պարզապես պատասխանատվության միջոց չկիրառվեց դատավորի նկատմամբ։ Հիմա հարց է առաջանում, թե ինչ որոշում է դրվել քվեարկության, կիրառելու թե չկիրառելու մասին, որտեղ դրանց պայմանավորված ելքն էլ է տարբերելնում քվեարկության արդյունքը։ Բայց Գեղամ Մանուկյանի հարցադրումը եւ ընդհանրապես օրենսդրության կիրառման տեսակետից այս նորմի այսօր զանգվածային բռնաբարումը խայտառակություն առաջացրել, տնտեսվարող սուբյեկտներից սկսած պարզ քաղաքացիներով ավարտված, մտնում են խուզարկություն տուն, վերցնում են անգամ փոքր երեխաների այն պլանշետ խաղերը, հասկանում եք ուր ենք հասել, ինչ տեսնում են վերցնում են, որ ընդհանրապես բացառվում է դա որևէ կերպ ենթադրյալ հանցագործության հետ կապի մեջ լինի, ավելին ասեմ, օրենքի դրույթը շատ հստակ է այստեղ ձևակերպում, երբ որ պարոն Վարդանյան ձեզ հարցադրում էին անում, այդ նորմը ընդհանրապես պիտի բերվի, եւ մենք այստեղից, այս ամբիոնից, երբ որ դիմում ենք իրավապահ մարմիններին, ասում ենք գործեք օրենքի դաշտում, իրավունքի գերակայության դաշտում, ոչ թե ձեր ցանկությունների, ձեզ տրված հրահանգների կատարման անվերցած ձգտումներով գնալ ինչ կա, չկա, հավաքել, տանել, զրկել մարդկանց անգամ են նվազագույն հնարավորություններից։ Մտնում են տուն, ասում են 20,000 դրամ գումար կա, բռնագանձ է, տանել, արգրավել դա։ Այդ մարդկանց օրվա հացի փողն է։ Այսպես այս մոտեցումը այլանդակում է իրավական համակարգը, իրավական պետության հիմնարար սկզբունքը։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն։